Շնորհակալություն, պարոն Վարմանյան, դուք ձեր խոսքում նշեցիք, որ կողմնակից եք արդար եւ կանխատեսելի հարկային քաղաքականությանը, եւ ի տարբերություն ձեր քաղաքական ուժերի բազմաթիվ ներկայացուցիչների, ձեր կենսագրությունից կարելի է հասկանալ, որ դուք հիմնականում սովորել, աշխատել եւ ձեր կյանքի մեծ մասը անցկացրել եք Հայաստանի Հանրապետությունում։ Ուզեի մենք զրուցեինք ՀԵՑ-ի եւ ԶՊՄԿ-ի մասին։ Գիտեք, մինչև 2022 թվականը ԶՊՄԿ-ում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացուցիչ չէր ունեցել եւ 22 թվականից հետո ունեցավ եւ միայն 22 թվականին համեմատության մեջ 15-ից մինչև 21 թվականները շուրջ 82 միլիարդ դրամի հարկի տարբերություն նկատվեց, այսինքն շուրջ այդքան չէր վճարվել նախկինում եւ այս տարի ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը դարձյալ թվեր հնչեցրեց եւ հարկերի մասին խոսելուց պարզվեց, որ ՀԵՑ-ը այս տարի 1000 խոշոր հարկատուների ցանկում 21-րդ տեղից հասել է 13-րդ տեղը հարկերի վճարման արդյունքում։ Կուզեի լսել ձեր մասնագիտական եւ քաղաքական գնահատականը այս առումով, ինչ եք կարծում, լավագույն դեպքում էս գումարները ուր են գնացել, վատագույն դեպքում էս գումարները ուր են գնացել եւ ձեր քաղաքական ուժի ղեկավարը, որին դուք սովոր եք որոշ շրջանակներում դիմել պարոն վարչապետ, չգիտեմ դա ինչով է պայմանավորված, այսպես ձեր ալյա կառավարության նիստերում խոսում էր, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի Հանրապետության գործերը շատ լավ են եւ միակ երկիրն է, որտեղ տնտեսական կայուն աճ է գրավում մեր երկիրը, բայց երբ որ մտավ բուռն քաղաքական process-ների մեջ, հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը պետք է փրկել։ Ինչ նկատի ուներ ձեր առաջնորդը, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից եւ արդյոք դուք կողմեք տնտեսական դիվերսիֆիկացիային։ Դուք ինչ եք գտնում, ինչպես մասնագետներն են ասում, Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր տնտեսական առումով ձվերը պետք է դնի նույն զամբյուղի մեջ, թե այնուամենայնիվ կողմեք, որ մենք նաեւ Եվրոպայում գտնենք որոշ գործընկերներ։ Շնորհակալ եմ Տիկին Ստեփանյան, ինչ վերաբերում է ՀԵՑ-ին կամ բրոնզամոլիբդենային կոմբինատին, իմ գործընկերները այդ մասին բազմիցս առիթ ունեցել են խոսելու, չեմ ցանկանում մեկնաբանել, առավելևս երբ իրենք պրոֆեսիոնալ մեկնաբանություններ են տվել կոնկրետ ՀԵՑ-ի հետ կապված, ես կարող եմ ընդհանուր իմ քաղաքական գնահատականը տալ, երբեք դա ընդունված աքսիոմատիկ ճշմարտություն է, որ պետությունը լավ կառավարիչ չի կարող լինել։ Այս դրան դեմ եմ ես։ Եվ երկրորդ, չի կարելի ոտնահարել մասնավոր սեփականության իրավունքը։ Հիմա երբ որ ես այս գործընթացը դիտորդի աչքով եմ նայում, ոչ թե որպես քաղաքական գործիչ կամ падգամավոր, ես ակնհայտ է ինձ համար, կարծում եմ յուրաքանչյուր բանակ իմ կարծիքով յուրաքանչյուր բանական մարդու համար ակնհայտ է, որ դա սեփականության իրավունքի ոտնահարում է եղել։ Ինչ վերաբերում է պարոն Կարապետյանի հնչեցրած մտքերին, անկեղծորեն ծանոթ չեմ, բայց չեմ կարծում, որ պարոն Կարապետյանը օբյեկտիվ իրականությունը չգնահատի։ Համենայն դեպս ես գաղափարական հենքով եմ անդամակցել Ուժեղ Հայաստան կուսակցությանը, որքանով ծանոթ եմ պարոն Կարապետյանին, մեր խմբակցության ղեկավարին, պարոն Նարեկ Կարապետյանին, ամբողջությամբ կիսում եմ իրենց տեսակետները, տնտեսության վերաբերյալ պատկերացումները, քաղաքական պատկերացումները, արժե համակարգի հետ կապված պատկերացումները եւ ավելացնելու բան չունեմ այս պահին։ Ես համարում եմ, որ չեմ կարծում, չեմ լսել խոսքերը, չգիտեմ ինչի մասին եք ասում, բայց պարոն Կարապետյանը սուբյեկտիվ գնահատական երբեք չի տվել, որքանով ես ծանոթ եմ։ Մեկ էլ կիսատ հարց մնաց կարծեք թե, հա։ Չէ, բան։ Արձագանք։ Շնորհակալ եմ պատասխանի համար, պարոն Վարմանյան, գուցե պետությունը լավ կառավարիչ չէ, բայց վստահաբար պետությունը, երբ որ ներկայացուցիչ ունի, հատկապես այս խոշոր կառույցներում, վստահաբար վերահսկման եւ մոնիտորինգի մեխանիզմները շատ ավելի կայացած են։ Կուզեի անդրադառնալ նաեւ այս հարցին։ Դուք վստահաբար գիտեք, ինչ է տեղի ունենում այսօր Հայաստանի Հանրապետությունից որոշ արտահանումների առումով, կցանկանայի լսել ձեր գնահատականը, սա քաղաքական ակցիա է Հայաստանի Հանրապետության դեմ թե ոչ, եւ երկրորդը դուք մի հանձնաժողով եք նախագահելու, եթե ընտրվեք իհարկե, որտեղ որ որոշակի վերահսկողություն եք դուք ինքներդ ծավալելու Հայաստանի Հանրապետության բյուջեի որոշ տեղաբաշխումների վրա։ Ինչ եք կարծում, Հայաստանի Հանրապետությունը հատկապես որ ոլորտում է ոչ էֆեկտիվ ծախսեր անում, օրինակ թոշակառուների բարձրացումը էֆեկտիվ է թե ոչ, ապահովագրությունը էֆեկտիվ է թե ոչ, պետական համակարգի աշխատողներին կատարողականի հիմքով հավելավճարներ տալը էֆեկտիվ է թե ոչ։ Կիսատ մնաց հարցը նախորդ հիշեցի, դուք հարցում եք դիվերսիֆիկացիային կողմենք թե դեմ, իհարկե կողմենք, բայց դիվերսիֆիկացիան չպետք է լինի ի հաշիվ
արդեն գոյություն ունեցող հարաբերությունների վնասման։ Մոտավորապես տեսեք Ժորժ ջան, խնդրում եմ մի ընդհատեք, հարգելի ժողովուրդ։ Բերեմ կենցաղային օրինակ։ Պատկերացրեք դուք նստած եք ծառի ճյուղին եւ երկրորդ ճյուղն եք փնտրում։ Փոխանակ ծառից հանգիստ իջնեք, գնաք այդ ճյուղը փնտրեք, հետո երկու ճյուղ ունենաք, դուք սղոցը վերցրած կտրում եք այդ ծառի ճյուղը եւ հաշվի չեք առնում նաեւ, որ կարող է գլխով հարվածեք գետնին։ Այ մոտավորապես այս վիճակը ես կնկարեմ։ Ես դեմ եմ, տեսեք, հարգելիներս, ներողություն եմ խնդրում, կարճ շատ։ Ես ինքս համար ֆիքսել եմ մի հստակ բանաձև, հարգելի լրագրողներ, խնդրում եմ այս նախադասությունը տարածեք։ Չի կարելի լինել որևէ պետության հակա։ Եվ նաև ասում ենք, պետք չի դա շփոթել պռոյի հետ։ Այսինքն պետք չի լինել հակա, հիմա մենք հակա չենք։ Դուք, երբ որ մենք ասում ենք հակա չենք, դուք ասում եք դուք պռո եք։ Այս է մեր գաղափարական տարբերությունը իմ կարծիքով, եւ չի կարելի լինել այո հակառուս, հակաամերիկացի, հակաեվրոպացի եւ պռո-ամերիկացի, պռո-եվրոպացի կամ պռո-ռուս, դրանք տարբեր բաներ են։ Խոսքը սրա մասին է, եւ հիմա թե ինչի համար մենք ունենք այս վիճակը, հետեւությունները թողնում եմ ձեզ։ Փայլուն հայտարարություններ, պարոն Ֆարմանյան, սիրելի լրագրողներ, իրապես չի կարելի լինել հական, խնդրում եմ կտրեք եւ տարածեք, միանում եմ պարոն Ֆարմանյանի խնդրանքին, այսպես ասեմ։